Հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում մարտի 25-ից ցերեկը 26-ից 30-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում մարտի 25-ից ցերեկը 26-ից 30-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին հյուսիսարևմտյան 3-ից 6 մետր/վայրկյան արագությամբ, մարտի 27-ից 30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժ գնացում 15-ից 19 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը մարտի 25-ից 30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 11-ից 15 աստիճանով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, իսկ Լարսի մասին Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունից էլ տեղեկացրել են, որ հանդիսավոր կերպով նշվել է օդերևութաբանության համաշխարհային և Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրը մարտի 24-ին։ Կայացել է օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում անտառագետի, ջրաբանի, օդերևութաբանի օրերին նվիրված հանդիսավոր նիստ, որի ընթացքում ամփոփվել են շրջակա միջավայրի նախարարության Հայհիդրոմետ ՊՕԱԿ-ի 2024 թվականի գործունեության արդյունքները և ներկայացվել ձեռքբերումները։ Հանդիսավոր նիստին ելույթներով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Հայհիդրոմետ ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և Հայհիդրոմետ ՊՕԱԿ-ի գործընկերները։ Իր շնորհավորական ուղերձում նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց ու գործընկերներին, ում ջանքերի շնորհիվ ոլորտը զարգացում է ապրում։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև վաղ նախազգուշացման համակարգի ներդրմանն ու զարգացմանն ուղղված քայլերին։ Կլիմայական աղետների դարաշրջանում յուրաքանչյուր մարդ պետք է պաշտպանված լինի եղանակային վտանգավոր երևույթներից վաղ նախազգուշացման համակարգերի միջոցով։ Այդ իսկ պատճառով էլ այս տարվա համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կարգախոսն է «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը»։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնական աղետների հանդեպ հարմարվողականության բարձրացում, մշտադիտարկման և վաղ նախազգուշացման համակարգի հզորացման միջոցով ծրագրային հայեցակարգի լրամշակման ուղղությամբ, ինչպես նաև կանաչ կլիմայի հիմնադրամին վերջնական ծրագրային առաջարկի ներկայացման համար, ինչը հնարավորություն կտա էապես բարելավել Հայհիդրոմետի կարողությունները վաղ նախազգուշացման համակարգերի ոլորտում, իր ելույթում նշել է նախարարի տեղակալը։ ՊՕԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է Հայհիդրոմետ ՊՕԱԿ-ի 2024 թվականի գործունեության հիմնական արդյունքները և ձեռքբերումները։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք է բերվել և տեղադրվել 9 ավտոմատ օդերևութաբանական կայան, իսկ 23 ավտոմատ օդերևութաբանական կայաններ համալրվել են ձյան ծածկույթի բարձրության մինչև 80 սմ խորությամբ հողի խոնավության և հողի ջերմաստիճանի տվիչներով։ Տեղադրվել են Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ձեռք բերված 2 օդերևութաբանական արբանյակային ալեհավաքներ և 2 սերվերներ, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռնվել երրորդ սերնդի Մետեոսատ արբանյակից ստանալ եղանակի 3D պատկերներ ջերմաստիճանի, ջրային գոլորշիների, անպամացության և այլ օդերևութաբանական տարրերի վերաբերյալ։ Եմն-Սևանի համար ծրագրի աջակցությամբ հիդրոլոգիական դիտակետների համար ձեռք են բերվել 5 ջրաչափական պտուտաներ, ինչպես նաև 1 ավտոմատ օդերևութաբանական կայան։ Կայանը տեղադրվել է Սևանա լճի առափնյա գոտում և համալրված է նաև ջրային մակերևույթից գոլորշացման հաշվարկման տվիչով Սևանա լճի ջրի գոլորշացման գնահատման նպատակով։ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի շրջանակում Գեղամավան և Ծովինար հիդրոլոգիական դիտակետներում տեղադրվել են ջրի մակարդակի դիտարկումների ռադարային ավտոմատ կայաններ։
ՊՕԱԿ-ի և Գերմանիայի շրջակա միջավայրը հետազոտության Հելմհոլց կենտրոնի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում տեղադրվել են անձրևաջրերի հավաքման թվով 7 սարքավորումներ։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով պետական ֆինանսավորմամբ 2024 թվականին ձեռք է բերվել օդի որակի մոնիթորինգի 2 ավտոմատ դիտակայան։ Դիտակայաններն արդեն գտնվում են Երևանում։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ընթանում են տեղանքի նախապատրաստական աշխատանքները, որից հետո կտեղադրվեն և կհանձնվեն շահագործման։ Արդիականացումը հնարավորություն կընձեռնի իրական ժամանակում ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչները, ներառյալ փոշու տարանջատված մասնիկները։ 2024 թվականից սկսած պետական ֆինանսավորման տրամադրման արդյունքում հնարավոր դարձավ Սևանա լճի 3 դիտակետում իրականացնել ջրի որակի ֆիզիկա-քիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգ ամսական հաճախականությամբ։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Արմհիդրոմետ» բջջային հավելվածը։ Մասնագիտական տոների կապակցությամբ Հայհիդրոմետ ՊՕԱԿ-ի մի շարք աշխատակիցների ՊՕԱԿ-ի տնօրենի կողմից աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար շնորհակալագրեր և պատվոգրեր են հանձնվել։ Միջոցառումն ամփոփվել է ավելի վաղ հայտարարված թեմատիկ մրցույթի հաղթող երեխաների պարգևատրմամբ։